Ես ողջունում եմ գործարարիքի միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ մեզ այս պահին լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ հաղորդումները դիտել թվային հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղովն ենք սկսում, իսկ իմ զրուցակիցը պատիվ ունեմ խմբակցության քարտուղարն է Տիգրան Աբրահամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Աբրահամյան, մենք տեսաձայնագրում ենք հաղորդումը ամսի 26-ին եւ այս պահի դրությամբ էջմիածնում են դիմակավորված անձինքները, ինչա տեղի ունենում առհասարակ այն մեղադրանքները, որ կան Աջապահյանին ուղված, դրանք նոր չեն, այդ հայտարարությունները եղել են անգամ 20 թվականից հետո, ինչու հենց այս պահին իշխանությունը որոշեց, որ այսպես ամբողջական պիտի թիրախավորի եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ մի քանի process-ներ կա, որոնք զուգահեռ հարթության մեջ իրականանում են, բայց պատահական չէ, որ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանին կալանավորեցին, երեկվանից քրեական վարույթի մասին հայտարարում, իսկ այսօր արդեն կոնկրետ գործողություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ։ Այս պահին կարծում իշխանությունը նպատակ ունի չեզոքացնելու կամ ավելի կոնկրետ մեկուսացնելու բոլոր այն հոգևորականներին, որոնք համապատասխան մեջ շատ ավելի բարձր դիրք եւ հեղինակություն ունեն։ Դե գոնե թեմի առաջնորդ են։ Եվ այս փուլում հատկապես ակտիվ դիրքորոշումներ են արտահայտում, որովհետեւ թեմի առաջնորդներից հատկապես վերջնորեն տարբեր հոգևորականներ խոսում են իրենց հանրային խոսքերն չեստում են, բայց կոնկրետ Շիրակի թեմի առաջնորդը միշտ է խոսում եւ կոնկրետ առիթ պետք չէ իրեն խոսելու համար, անկախ նրանից ով իր կարծիքը կիսի կամ չի կիսի, բայց քանի որ կոնկրետ խնդիր է գնում եկեղեցուն թույլատնելու եւ վերջնական թիրախը կաթողիկոսի նկատմամբ գործողություն, որի մասին բաց խոսում է քաղաքական իշխանության ղեկավարությունը, հիմա սա այն փուլն է, երբ որ թույլատնում են հիմնական հիմքերը եւ կոնկրետ այն հոգեորականներին, որոնք իրենց վրա բավական մեծ պատասխանատվություն են կրում, որովհետեւ վերջնարդյունքը լինելու է, այս դեպքում վերջնական հետևանքը լինելու է կաթողիկոսի դեմ կոնկրետ գործողությունները, որի մասին տեղեկացվել է։ Հիմա ինչու հենց այս պահին ես ուզում եմ հիշեցնել այն մարդկանց, ովքեր մոռացել են, որ այս իշխանությունների գալու առաջին իսկ օրվանից նախ մեկ փորձ արդեն կատարել է Մայրաթորի նկատմամբ, փորձում էին դեռ 2018-ին խնդիրը լուծել եւ բնականաբար դա չհաջողվեց։ Այս տարիների ընթացքում իշխանության քաղաքական տարբեր դեմքեր, այսպես ասեմ, վիրավորական եւ զրպարտիչ բնույթի հայտարարություններ են հնչեցրել։ Այս փուլը համակնում է նրա հետ, որ մի կողմից արժևում ընտրական process-ներ են, մյուս կողմից իշխանությունը այս տարի ընթացքում թիրախավորել եւ շարքից հանել է քաղաքական, հասարակական հիմնական դեմքերի այն ներկա եւ նախկին զինվորականների, որոնք կշիռ ունեն, եւ հիմա այդ ճանապարհին դեպի ոչնչացում տանելու ճանապարհին կանգնած կառույցը այս պահին մնացել է Մայրաթորը եւ նրանք փորձում են այս ժամանակահատվածը օգտագործել Մայրաթորին այդ ճանապարհից դուրս բերելու համար։ Ամեն դեպքում վախեր կան Մայրաթորից, քաղաքականացված են համարում եկեղեցին, դրա համար է այս պայքարը գնում։ Նախ եկեղեցու խոսքը, որը հնչում է կամ դիրքորոշումը, որը հնչում է, շատ տարօրինակ է, որ դրանք փորձում են ներկայացնել որպես քաղաքականացված կամ եկեղեցին ասում են ներքաղաքական իրավիճակին է խառնում եւ այլն։ Եկեղեցին տարբեր հարյուրամյակների հազարամյակի ընթացքում ունեցել է իր դիրքորոշումը եւ իր խոսքը տարբեր փուլերում արտահայտել է։ Այսինքն այն փուլում, երբ որ պատերազմը եւ հոգեորականները իրենց խոսքն ասում են եւ ներգրավում են պատերազմական գործողություններում, ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը կողքից ասի, բայց ինչ են հոգեորականները եկել եւ խառնում երկրի պաշտպանության հարցին կամ զինվորականների գործին։ Այսինքն հենց եկել է մի հատ պահ, երբ որ եկեղեցին կամ առանձին հոգեորականներ ծանրակշիռ խոսք են արտահայտում հայ իշխանության մեր պետության դեմ իրականացվող գործողությունների մասով, միանգամից հռչակում են թշնամի։ Այսինքն այնպես չէ, որ եկեղեցու այն ներքին կարգ ու կանոնական մոտեցումները, որոնք այսօր դրսևորում են կամ արտահայտվում են, դրանք այսօր են ծնվել կամ երեք են ծնվել, դրանք եկել են դարերով, հազարամյակներով եւ այս փուլում էլ հաշվի առնելով Հայաստանում ձևավորված այս իշխանությունը, որը 7 տարի միայն ոչնչացնում, տապալում, ջարդում եւ կոտրում իր ճանապարհին ընկած ամեն ինչ, բնականաբար եկեղեցին չի կարող հենց այնպես մնալ բացառապես
հոգևոր այսպես ասած դաշտում եւ բնականաբար իր դիրքորոշումը տարբեր փուլերում արտահայտում է։ Ընդ որում ի տարբերություն շատերին, այդ թվում իշխանության ներսում հատկապես գործող դեմքերին, միշտ հոգևորականների այս բանը, որ արտահայտվում է, հատկապես երբ որ հոգևոր խորհրդի հայտարարությամբ է արտահայտում եւ այլն, դրանք ըլում են հնարավորինս հավասարակշռված, բոլոր առումներով չափված եւ ձևած եւ երևում է, որ եկեղեցու խնդիրը այստեղ ոչ թե պայմանական ասած իշխանության դեմ ինչ-որ գործողությունների շարժ սկսելն է, այլ ըստ էության դաստիարակչական բնույթի խոսք արտահայտելն է եւ փորձելն է իշխանությանը բերել բանականության դաշտ, ինչը ակնհայտորեն չի ստացվել եւ չի ստացվելու։ Պարոն Աբրահամյան, բայց մեղադրում են եկեղեցուն նաև խոսնակի վերջին, այսպես լեզվակռիվ կարող ենք նաև անվանել վարչապետի հետ, եկեղեցին այդ մասով պիտի լռեր ամեն դեպքում, թե պիտի հանդես գար, փորձեր վարչապետի հետ հարցեր պարզեր, ո՞նց եք էլի դուք այդ հարցին նայում։ Նախ Նիկոլ Փաշինյանը ինքը չի փորձում ինչ-որ հարցի շուրջ պարզաբանում ստանալ, այնպես չէ, որ քաղաքական իշխանության համար կան ինչ-որ բաներ, որոնք պարզ չեն եւ իրանք փորձում են դրա պատասխանը ստանալ։ Այն լեկտիվությունը, գրեյկաբանությունը, որը արտահայտվում է այս իշխանության առաջին դեմքի մակարդակով եւ դա արտահայտվում է հրապարակային, ինքնին արդեն ցույց է տալիս, որ այստեղ բարոյական մակարդակ առասարակ դե վաղուց գոյություն չունի, բայց այստեղ խնդիրը ոչ երկխոսությունն է, ոչ էլ առավել եւս ինչ-որ բանի շուրջ բարձրաբաններ ստանալն է։ Իշխանությունը իր պլանավորումը արել է տարբեր մակարդակում, իր շուրջ համախմբել է նաև այն մարդկանց, որոնք վաղուց հատել են կարմիր կծերը, այդ թվում նաև ուժային կառույցներում եւ դրել է գործի։ Ճիշտ է դուք ասացիք, որ վերջնակետը իշխանության կաթողիկոսի հետ հարցերի պարզաբանումն է նաև որոշման կայացումը, բայց մեկ այլ կարծիք էլ է շրջանառվում, որ հենց եկեղեցու հիմքերը խարխլելու փորձեր են սրանք եւ նաև վտանգներ կան, որ այն աղանդները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք կարող են ակտիվանալ, որ կողմն է ավելի ճշմարտությանը մոտ, այսպես ասենք, արդյոք խնդիրը այստեղ հենց կաթողիկոսն է ներկայիս, թե հենց եկեղեցու հարցն է դրված։ Մենք ձեր հարցադրման ժամանակ խոսում ենք Օմանյան հայոց հայրապետի մասին, բայց հայրապետի մնացած մյուս հոգևորականների միջոցով փորձում են ջարդել մայրաթոռ։ Դա ճիշտ այն սխեմանն է, որը իրականացվեց զինված ուժերի նկատմամբ։ Այսինքն հեղինակություն ներկայացնող հրամանատարներին տարբեր գործերով ասացին, որ այս մարդիկ գողացող են, սրանք կոռուպցիոներներ են, սրանք սա են, հասարակության մի մասի մոտ, այդ ժամանակ 10 թվին շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ սրանք եկել են շուտ բարեփոխում են անում, կոռուպցիոն հարցեր են դիտարկում եւ այլն, բայց ինչ էր իրականությունը։ Իրականություն ստացվեց, որ դրանք բոլորը շոուներ էին եւ մարդկանց օգտագործում են հեղինակություն ունեցող հրամանատարին, հետագայում բանակը հեղինակազարկելու եւ բանակի դեմ տարբեր բնույթի արշավներ իրականացնելու համար, որոնք արդեն տարել են եւ իրենց ավարտական փուլին արդեն հասցրել են։ Հիմա նույնը եկեղեցու դեպքում է։ Իրանք կենտրոնանում են, փորձում են ցույց տալ, որ սա եկեղեցու նկատմամբ չէ, սա այս կամ այն հոգևորականի նկատմամբ է։ Իրանք քարոզչական գործիքների միջոցով փորձում են նրանց վարկաբեկել, զրպարտող հայտարարություններ անել եւ այլն։ Եվ սա մի փուլում բերելու է նրան, բոլորը մեկ էլ հասկանալու են, որ այստեղ խնդիրը Արշակ Սրբազանը չի, Բագրատ Սրբազանը չի, Միքայել Սրբազանը կամ կաթողիկոսը չեն։ Սա խնդիրը եղել այդ մարդկանց ջարդելով, վարկաբեկելով, առհասարակ մայրաթոռի հեղինակազրկման մեծ process սկսելու, որի հետևանքը մեր ժողովրդի համար դառնալու այն, որ մեր երկրի կենսունակությունը, ինքնությունը ամբողջ հոգևոր աշխարհը եւ ըստ էության նաեւ բարոյական վարքականությունը ապահովող կարևոր կառույցը այլևս իր ֆունկցիան չկատարի։ Կա ինստիտուտ այս պահին, որի հետ իշխանությունը հաշտ է։ Իշխանությունը հաշտ է այն ինստիտուտների նկատմամբ, որոնց նկատմամբ հաշվեհարդարը արդեն կայացել է եւ ինքը այդտեղ իրեն կոմֆորտ է զգում։ Հիմա բանակի հետ հաշտ է։ Միանշանակ մի օր թե երկու օր առաջ էր Բագրատ Սրբազանի եւ ոչ միայն Բագրատ Սրբազանի ձերբակալությունների ալիքի ժամանակ պաշտպանության նախարարը ում քաղաքական թիմը հանձնել է Արցախը, ում պաշտպանության ժամանակ ադրբեջանցիները օկուպացրել են 240 քառակուսի կիլոմետր տարածք, ում օրոք ադրբեջանցիները
ծաղրում են եւ մշտապես հայօյանքներ են հնչեցնում իրենց հենց հասցեին, փոխանակ գնաց զբաղվի երկրի պաշտպանությամբ, գնացել է մտել է Facebook, Փաշինյանական ոճի գրեկաբանությամբ ինչ-որ ստատուս է գրել։ Նույնը վերաբերում է առողջապահության նախարարին, որ նայում ես, ասում ես լավ, գոնե կին է, էլի ինչ-որ բանով պետքա տարբերվի, որովհետև մեր իրականության մեջ ինչ քաղաքական process-ներ ուզում է գնալ, մեր իրականության մեջ կնոջ կերպարը կամ մոր կերպարը լրիվ այլ իր մեջ բարոյական լրիվ այլ կոմպոնենտներ է պարունակում եւ անկախ քաղաքական տարբեր իրավիճակներից էլ միշտ հավաքական առումով մարդու մոտեցումները կնոջ նկատմամբ այլ ձևով են ելնում։ Բացում ես տեսնում ես առողջապահության նախարարի գրածը արդեն պարզ է դառնում, թե ինքը իր բովանդակության մեջ ինչպիսի մարդ է, առաջին հերթին էլ չեմ խոսում դրանց չկայացած քաղաքական գործիչ լինելու մասին։ Այսինքն այս իշխանության մեջ բոլոր այդ պաշտոնները պայմանական են դրված։ Եվ այս մարդկանց միակ խնդիրը դրանք Նիկոլ Փաշինյանի կամահաճույքների կատարումն է եւ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ պետության կառուցումն է, որտեղ պետությունը ունի օբյեկտիվ կարգավիճակ եւ նրա հիմքում դրված բոլոր գործառույթները բացառապես բիզնես տրամաբանության ներքո են։ Ձեր գործընկերների հանդեպ մեղադրանքներ ունեք, որ իմպիչմենտի գործընթացը ճիշտ հունով չգնաց։ Նախ իմպիչմենտի գործընթացը դեռ որոշակի զարգացումներ հիմա ապրում է եւ էփվում է։ Ես չեմ կորցրել մի լավատեսությունը, որ ինչ-որ կետում մեկը վերադառնանք քննարկում է սեղան եւ ճիշտ տրամաբանության ուղու մեջ կդնենք այս գործընթացը։ Այլ բան է, որ կան շրջանակներ, որոնք այսպես ասեմ, ասոցիացում են մեր գործընկեր ֆրակցիայի եւ նրա առաջնորդի հետ եւ նրանք հենց այսօր էլ այս իրադարձությունների ֆոնին է, երբ որ թվում է, որ այստեղ բոլորը պետք է կենտրոնացված լինեն այս իշխանությունների տարբեր ոտնձգությունների դեմ, հիմա էլ դեռ պայքարում են հանրապետականի կամ հանրապետականի ղեկավարի դեմ, որովհետեւ այդ շրջանակում էլ կան մարդիկ, որոնց համար պարզապես իրենց դիրքն է կարևորված, իրենց որոշակի արտոնությունն է կարևորված եւ այս մարդիկ որովհետեւ չեն համակերպվում այն հանգամանքի հետ, որ իրենք սխալվել են 2018-ին, իրենք սխալվել են 2021-ին, հիմա էլ սխալ ճանապարհի վրա են, թեև ես չեմ ուզում որևէ մեկի համար որևէ դատավճիռ գրեմ, բոլորն էլ մեկը մի փուլում մեր հայրենակիցներն են պետք է վերադառնան առողջ բանականության դաշտ, ճիշտ ու սխալը իրարից տարբերակ են, առաջնայինն ու երկրորդայինը տարանջատեն եւ շարժվեն այն թիրախների ուղղությամբ, որոնք իրականում սպառնալիք են ներկայացնում մեր պետության համար։ Իրենց կողմից էլ ձեր հասցեին են մեղադրանքները, որ 18 թվականին դուք սխալվեցիք իշխանություն հանձնելով։ Հայաստանում իսկ հանրապետական կա ինչ-որ մարդ, որ ասում է 2018-ին ինչ եղել է լավ եղել կամ ինչ արել ենք ճիշտ ենք արել, միջև այդ ինչ արել ենք, տենց պետք է լիներ։ Հանրապետականը ինքն է խոսել իր խնդիրներից, հանրապետականի ղեկավարը ով եղել է այդ ժամանակ նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ինքն է խոսել բոլոր այն խնդիրների մասին եւ ինքն է խոսել այն սխալների մասին, այսինքն մեկ այլ բան է, երբ որ դու խոսում ես երկար տարիներ իշխանություն ունեցած քո խնդիրների մասին, որոնք անխուսափելի են, մեկ այլ բան է, որ ինչ-որ մարդիկ փորձում են մի կողմ դնել այն, ինչ որ իրենք արել են եւ փորձում են իրենց ապակառուցողական գործողությունները ներկայացնել որպես ճշմարիտ ճանապարհ։ Հիմա տեսեք, կա իրավիճակ, օրինակը բերեմ, երբ որ իշխանությունը հատկապես այս վերջին օրերին ակտիվացրել է, ծայրահեղ ձևի ակտիվացրել է հոգեվորականների, տարբեր գործիչների, տարբեր ուժերի դեմ իր անթույլատրելի անօրինական գործողությունները, հիմա ձեր ասած մարդիկ, նույն մարդիկ մտել են թիրախավորում են հանրապետականին, եւ ուզում ես հասկանաս դու տեղ ինչ ես անում, դու ինչ ես դու այդ բանից ես թիրախավորում, այսինքն ինչ են օգտագործում այդ առիթը մեզ թիրախավորելու համար, ինչի իրենց ռեսուրսները չեն կենտրոնացնում լրիվ այլ ուղղությամբ, մասնապես իշխանության ուղղությամբ, թե միգուցե իրանք էլ այդ իշխանության համար որոշակի դեր են կատարում, որոշակի շահագրգռվածություն են եւ իրենց համար գլխավոր խնդիրը հանրապետականն է։ Հիմա առավոտը բացել եմ սոցիալական ցանցի տարբեր բաներ եմ նայում, հրապարակումներ, մեկը բանը անում ցույց է տալիս, լայվ է անում կամ գրում է, որ Մարիաթորում սենց գործողություն է, մեկը գրում է, որ Շիրակի թեմում առաջնորդան են մտել, ապօրինություններ անում, փաստաբան են չթույլատրում։
Մեկը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ շուրջ 2 տասնյակ մարդիկ են շինծուգործերով կալանավորվել եւ այլն։ Մենք տեսնում ենք մարդիկ մտել են գրում են հանրապետականը։ Եմ ուզում եմ հասկանալ, եղբայր հանրապետականը, հիմա հանրապետականի մասին դեռ ինչ-որ բան կա։ Հիմա այդ ընդհանուր, որ թվում է թե որ բոլորի համար իրական թիրախ այս իշխանությունն է, որ այս մեր երկրում այս այլանդակությունների հերթական ալիքն է սկսել, այս մարդիկ ըստ էության իրենց գործողությունները նպաստում են, չէ, գործող իշխանությունների իրականացման, որտեղ թույլ չեն տալիս, որպեսզի ներընդդիմադիր դաշտում համախմբում տեղի ունենա, մոբիլիզացիա տեղի ունենա, թույլ չեն տալիս, որպեսզի ընդհանուր օրակարգը կենտրոնանա այն ուղղություններով, որոնք այդ բանը հարժեցություն են առաջացնում։ Դրա համար էլ ես ասում եմ, որ իրանց շատերը խիստ կասկածներ են առաջացնում, որ գործում են կոնկրետ իշխանության հովանավորության եւ ուղղորդումների դաշտում, եւ նրանց գործողությունները բացառապես այս մեր հանրությանը կարևոր այս իրադարձությունից հերո պահելն է եւ կեղծ թիրախներ առաջ բերելն է։ Այսինքն այնտեղ որտեղ թվում է որ կենտրոնական մեղավորը կամ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, մենք տեսնում ենք այս մարդիկ, որոնք իբրև թե դիրքավորված էին ընդդիմադիր դաշտում, սկսում են հիշեցնել ինչ-որ իրադարձներ, որը կապված է հանրապետականի այս շրջանի հետ եւ այլն, եւ որ գիտեք միգուցե ինչ-որ ազատությունում ես նկատել եմ եւ առհասարակ բոլորը շրջանում մի այսպիսի միտք է տարածված, որ փորձել անդադար մեղադրանքը բաշխել բոլորի շուրջ, ով էր մեղավոր պատերազմում, ինչու պարտվեցին, խնդիրը հենց դրանում է, երբ որ մենք գրում ենք կենտրոնացում անում ենք այդպես ավելի հեշտ է քաղաքական ղեկավարի պատասխանատվության նրա հրամանների բացակայությանը կոնկրետ իրավիճակում գործել չգործելուն մեկ էլ այդ նույն շրջանակները որոնք որպես թվում էր թե ընդդիմադիր ուժերը կամ գործիչներ կամ չգիտեմ ինչ-որ ակտիվություն դրսևորող մարդիկ են դիրքավորած մեկ էլ սկսում են ես հանրապետականի օրինակն եմ բերում որ որևէ այլ ուժ կամ մարդիկ իրենց վաճ չասկան բայց դա մենակ հանրապետականի մասով չի դրսևորվում դա դրսևորվում է նաև մնացածների նկատմամբ Երեք տեսնում եմ, որ երբ որ տեղեկությունները սկսեց, որ եկեղեցու նկատմամբ հարձակում է լինելու, տարբեր մարդիկ գրեցին լրատվամիջոցներ 168 եմ, դրա մասին գրեց եւ այլն, մենք տեսնում եմ ցանցում ինչ-որ մարդիկ են, որոնք այսպես ասեմ, փորձում են ցույց տալ ինչ-որ իրենց հայտարարությունը, որ սա հանրապետականը դաշտ է նետել, որպեսզի ինքը գնա առաջնահերթությունը ինքը վերցնի Այսինքն զարմանում ես, հասկանում եք, այդ տափակաբանությունը, այդ հիմարությունները մատ անեց աշեն են դարձել։ Ես երկար ժամանակ մտածել եմ, որ սա կապված է եղել նրա հետ, որ ինչ-որ մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն, ինչ-որ մարդիկ դեռևս չեն մարսել 18 թվականը, որը կարող էր օբյեկտիվ առումով լինել եւ այլն, եւ այդ մասով կարող էր հարցերներ, թե բազմաթիվ սրա մասին հայտարարություն հարցադրություն են եղել։ Բայց որ տեսնում ես, որ Քո պետության վրա հարցակում է գնում, քո պետականության վրա հարցակում է գնում, քո մայրաթորի նկատմամբ հարցակում է գնում, մարդկանց են մասսական տանում, մեկ ասպա գիտեք, հանրապետական ասում ես, քանի որ դու արդեն այդ բոլոր սահմաններն անցել ես, ակնհայտ է դառնում, որ քո խնդիրը ոչ թե ինչ-որ օբյեկտիվ իրողությունների մասին դատողություն անելն է, այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի թեման շեղելն է, այդ ձեր ասած պատասխանությունը տարբեր ուժերի, տարբեր մարդկանց վրա դնելն է, մեկը մտել է գրել ասում է սրա պատասխանատուն նախորդ բոլոր իշխանություններն են, նախորդ բոլոր ղեկավարն են Գիտեք, 1000 մի բան կա, որը տարբեր մակերեսի վրա կարելի է գնալ եւ քննարկել, բայց այս իրավիճակում այդ մարդիկ ովքեր մտնում են դաշտ, երևում է, որ դրանք կոնկրետ ուղղորդված, հրանգավորված դեմքեր են։ Ձեզ հաճելի է այս ազգային ժողովում աշխատելը։ Երբեք 21 թվականից էլ տհաճ է եղել, որտեղ այն միջավայրը եւ այն մարդիկ եւ այն հայտարարությունները, որտեղ այնտեղ հնչում են, նորմալ մարդու համար երբևէ չեն կարող նորմալ միջավայր ապահովել։ Այդ տրամադրություններով պատրաստվում եք 26-ի ընտրություններին։ 26 թվականի ընտրությունների մասին կարծեմ դուք պետք է հարցադրում անեք նրանց, ովքեր ամբողջ օրը խոսում են այդ ընտրությունների մասին։ Ընդ որում այսօր չեն խոսում, արդեն ամիսներ շարունակ են խոսում եւ այլն։ Ավելին ասեմ, նույնիսկ 23 թվականի, 24 թվականի, երբ որ տարբեր process-ների մասին էինք խոսում, այս իշխանության մեր երկրի դեմ իրականացող ոտնձգությունների մասին, այն ժամանակ էլ էլի տենց ուժեր կային, որոնք նայում ես ընդդիմադիր դաշտում են դիրքավորած, ասում են Այդ արտահերտ ընտրություններ իշխանությունը անի, գնանք նոր ընտրությունների, որ տեսնում ես իրանց էլ ասում ես լավ, այդ մանդատ այդքան թանկ է քո համար, որ ուղղակի քո խորհրդանում լինելը
դու բերել ես առաջին պլան, քո համար տեսնում ես, որ այդ մարդկանց համար առաջնային խնդիրը ոչ թե երկրում իրավիճակի փոփոխությունն է, այլ իր դժգոհությունը նրանում է, որ պայմանական 107 մարդ падգամավորեն, ինքը падգամավոր չի։ Կամ հիմա իրադարձությունները անընդհատ զարգանում են, չէ՞։ Նայեք, հələ վերջին 15 օրվա մեջ նայեք, տեսեք մեր երկրում ինչքան բան ա եղել։ Սամվել Կարապետյանը շուրջ ստեղծված իրավիճակ, մայրաթորը, որ այդ նույն ժամանակահատվածում մեր տարածաշրջանում լարված իրավիճակ։ Կռի վեր մեր հարևանությամբ եւ այլն, բայց դուք կտեսնեք, որ այդ նույն մարդիկ, նույն օրողությունների ժամանակ, չգիտեմ, Իրան-Իսրայել հակամարտության բանը մեծ էս մի հատ արանք գտնում էին, ասում էին, չգիտեմ, պայմանական հանրապետական է, բան եւ այլն, եւ որ նորմալ մարդը արդեն իր համար ֆիքսել է, թե ով ինչ խնդիր է կատարում, ով ինչ ազատության գործակալ է եւ ում թեման ու առաջնահերթությունը իրականում պետության հետ է, թե ինչ որ իր նեղ անձնական խնդիրների լուծման համար։ Այն որ Աջապահյանը կոչ եւ հորդոր էր այսպես ուղում նախկին երկու ղեկավարներին, ասելով որ պիտի քաղաքական դաշտից հեռանաք, արդյոք դա չի խանգարում այս պահին սատարել։ Ես այսօր առաջինից մեկն եմ եղել, որ առավոտյան իմ ավանդական Facebook-յան գրառում արել եմ, որը վերաբերել է հենց թեմի առաջնորդ Շիրակի թեմի առաջնորդի ստեղծված իրավիճակին։ Ես այս պահին պատեհ չեմ համարում թեմի առաջնորդի այդ հայտարարությունները մեկնաբանելով եւ կարծում եմ, որ այդ դատողությունները կամ նրա կարծիքը, որ ինքը արտահայտում է ներքաղաքական իրավիճակի հետ կապված, պետք է պահել մեկ այլ օր քննարկելու համար եւ այս պահին պետք է կենտրոնանալ այն բոլոր գործողություններին, որոնք իշխանությունը սանձազերծել է թույլատնելու մեր հասարակությունը եւ մեր համար այնպիսի կարեւոր ինստիտուտներ, որոնք մշտապես եղել են մեզ պահող, պահպանող եւ մեր կենսունակությունը ապահովող։ Եվ կարծում եմ այս ամենի կարևորագույն հարցը նաեւ դուք որպես ազգային ժողովի падգամավոր ոնց պիտի կանգնեցնել այս process-ը, արդյոք դրա համար համապատասխան գործիքակազմ կա այս պահին եւ առհասարակ եթե չկանգնեցվի, մենք ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու, թիրախավորված եկեղեցով, կիսաքանդ բանակով, Հանրապետականը այն եզակի ուժերից է, որ թերևս անվստահության գործընթացի հետ կապված կոնկրետ աշխատանքներ է իրականացրել։ Սա մի փոքր մի քիչ երկար թեմա է, բայց փորձեմ կարճ ընդհանուր գծերով ներկայացնեմ։ Երբ որ հանրային քաղաքական դաշտում դեռևս մի քանի ամառ առաջ այս թեման ակտիվացավ կրկին, մենք ֆրակցիան ի սկզբանե դրական արձագանք էր սրա հետ կապված արտահայտել, մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք այս process-ը մեր վրա վերցնելու, հաշվի առնելով այն, որ միայն падգամավորը իրավունք ունի անվստահության գործընթաց սկսելու, ստորագրություն դնելու, վարչապետի տեխնացու առաջադրելու եւ այլն։ Իհարկե մենք ի սկզբանե առաջ չընկանք իրողություններից, վարչապետի տեխնացու չառաջադրեցինք, ասացինք, որ մենք այս պահին չենք առաջադրում, հաշվառելով, որ քաղաքական դաշտում որոշակի հանդիպումներ, քննարկումներ, կոնսուլտացիաներ են գնում եւ մենք փորձում ենք այստեղ հասկանալ, թե հանրությունը կամ քաղաքական դաշտը ինչ է առաջ բերում եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ազգային ժողովում մեզանից էականորեն ավելի մեծ անդիմադիր ֆրակցիա կար, սպասելով, որպեսզի նաեւ նա իր դիրքորոշումը արտահայտեր։ Ճիշտ ասած, զարմանաց ինձ գործընթացի հետ կապված ի սկզբանե թերահավատություն եղավ մեր գործընկերների կողմից։ Մենք մի քանի խմբակցությունների միջև հանդիպումներով, նաև անհատական հանդիպումներով փորձեցինք հասկանալ, թե որն է այս իրականության մեջ խնդիրները։ Որևէ հիմնավոր բան ես չեմ լսել, թե այս process-ում իրենց ներգրավվածությունը ինչ խնդիր կարող է առաջացնել եւ այլն։ Ձեզ նաև մեղադրում էին տեխնացուի ընտրության հարցում։ Այդ մասով ներողություն հիմա ասեմ։ Հիմա տեսեք մենք այստեղ գլխավոր խնդիրը թողնում ենք հիմա երկրորդ հարցին են գալիս։ Ինչ եմ որ ասում։ Հիմա այն մարդիկ, ովքեր ի սկզբանե ասում են անվստահության գործընթացը լրջորեն չենք նայում, դա որևէ խնդիր չի լուծի եւ այլն, հիմա այդ մարդիկ ասում են, «Բա ինչ ես տեխնացուին ընտրեցիք»։ Հա բայց դուք ի սկզբանե մեկը այդ գործընթացին դեմ եք, ձեր համար ինչ տարբերություն թե տեխնացուն կներ այս մարդը, թե մյուս մարդը։ Գիտեք, այդ թեման այլ բան է, այլ հարց է առաջացնում։ Ասում ես, ուրեմն այս մարդկանց պետք է ինչ էլ լինի, այս մարդիկ քննադատելու են։ Կլինի այս մարդը կասեն, բայց խի եք բերել այս մարդուն։ Մի հատ երիտասարդի բերեք, մի հատ էզերի մարդու բերեք։ Հիմա բերում ես այս մեկին, ասում եք, գիտեք, բայց մարդու հարցում էլ սա կա։ Այն մարդիկ, ովքեր ի սկզբանե այս գործընթացը դատապարտել են, քննարկել են, ասեն դա լրջություն չի ներկա։ Տեխնացու ընտրությունը եղել, պարոն Աբրամյան։
տեխնացուի ինչ չափորոշիչները։ Օրինակ կարող եք դուք լինել նույն հաջողությամբ։ Հիմա կորեկտ չի ես սրա հետ կապված իմ մասով որևէ դատողություն անեմ։ Ես քաղաքական ուժ եմ ներկայացնում, որտեղ կա առողջ քննարկումներ եւ որտեղ կոնկրետ իրավիճակի համար ընտրվում են, այսպես ասած, դեմքեր, քաղաքական դեմքեր, որոնք այդ process-ը, այդ փուլում իրանք են վերցնելու։ Մի կողմից կա ֆրակցիա, որը իր վրա պատասխանություն է սկսել գործընթացը վերցնել, մեկնարկելու եւ առաջ տանելու համար։ Ես իրավիճակում պետք են տեխնացուներ, որոնց հաջողության դեպքում, այդ տեխնացուի հաջողության դեպքում հնարավոր կլինի ժամանակավոր կառավարություն ձևավորել, ընդհանուր ներհասարակական համերաշխություն ստեղծել, կայունացնել իրավիճակը, թույլ չտալ որևէ ցնցումներ եւ գնալ ընտրությունների, որի արդյունքում նաեւ հնարավոր կլներ այդ հիմնական խորհրդանը ձևավորել, կառավարություն ձևավորել եւ այլն։ Հիմա ստեղծված իրավիճակում ընտրվել է Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը այս փուլում եւ կարծում եմ, որ ստեղծված քննարկված իրավիճակում սա եղել է մեր համար ամենաօպտիմալ ճանապարհը։ Դավիթը ով 7 տարի արդեն քաղաքական հետապնդումների տակ է, բազմաթիվ գործեր նա նկատմամբ եղել, շատերում իր մասով է կարճվել, ընդհանրապես է գործը կարճվել կամ արդարացվել եւ այլն։ Դավիթը ցույց է տվել, որ ինքը պայքարող տեսակ է, քաղաքական բոլոր կարևոր իրադարձություններում լինելով համայնքի ղեկավար իր դիրքորոշումը արտահայտել է եւ այլն եւ կարծում եմ, որ այս թեման որոշակի է բացառությունով հիմնականում բարձրաձայնում եւ քննարկում են այն մարդիկ, ովքեր առհասարակ անվստահության գործընթացի նկատմամբ ունեն բացական կամ անտարբեր մոտեցում եւ իրենց համար այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ թե ինչի հանրապետականը չգնաց շատ ավելի լավի ընտրությանը իր կարծիքով, այլ նրանով, որ իրենց համար թեմա է պետք քննադատության ալիք սարքելու եւ հանրապետականին դեմ ուղղելու համար եւ այդ թեմաներից մեկը դարձավ դա։ Հիմա ես կրկնեմ, ձեր հարցադրումը հիմնական մի քիչ գնաց կորեց, որտեղ մենք թեմայից թեմա մտանք։ Հիմա ասում եք, ո՞րն է մեխանիզմը։ Մեխանիզմներից այն գլխավորը, որը այսօր համայնության մեջ ներառված է եւ կարելի ասել միակն է այս իրավիճակում, եթե ինքնուրույն հրաժարականի բանի թեման մի կողմ տանենք, հիմա անվստահության գործընթացն է։ Մենք էլ ասում ենք, լայն ժամանակ ենք ասում ու մեր ասածները ցավոք հիմա շատ ավելի հակներև է դարձել։ Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, ամեն օր մեր երկրում իրադարձություն է փոխվում։ Հիմա դուք ասում եք, արեք լավ, սա մենք սրան լրջորեն չենք նայում, ավելի լավ պատրաստենք 26 թվականի ընտրություն։ Մենք էլ ասում ենք 26-ին կարող ենք մենք հասնենք մի կետում, որ տեսնենք, որ ոչ պետությունը կա, ոչ դրան մասնակցելու անհրաժեշտությունը կա, ոչ մասնակցելն է որևէ խնդրի լուծում։ Արեք հիմա գեներացնենք այն բոլոր process-ները, որ մեծ հնարավորություն են տալու իրավիճակ փոխելու, գնանք այդ ուղղությամբ։ Ինչպես արել ենք տարբեր ժամանակներում։ Հիմա ունեցի որ մի փուլում եթե քեզ չի հաջողվել, հաջորդ փուլում էլ չի հաջողվելու։ Հիմա եթե նայում ենք տարբեր քաղաքական ուժերի հետագծերը, մարդիկ մի process-ի մասնակցել են, ոչ մի հնարավորություն չեն ունեցել։ Դրանից, չգիտեմ, 5 տարի հետո, 7 տարի հետո այդ մարդիկ խորհրդանում են եղել, սենց ա եղել, հազարով մի բան է փոխվել, այսինքն ո դատավճիռ չի որ մի անգամ արել ես, դա չի ստացվել քո մոտ։ Անդիմադիր շարժումների քաղաքական ուժերի նպատակը ո՞րն է։ Այդ նպատակը այն է որ մի հատ բան անց չստացվեց գնաս տուն։ Չէ, եթե դու տեսնում ես որ քո պետության նկատմամբ քո երկրի կառավարություն թշնամական գործողություն է իրականացնում, դու ամեն հնարավորություն պետք է փնտրես դրան հասնելու համար։ Եվ նաև առաջ գնալու համար այդ անվստահության գործընթացի մասով ասում են, բայց այս ինչը չերևում, ինձ չերևում։ Իսկ ով է ասում, մտնում ես մի process-ի մեջ, դա 100%-ով բոլոր դետալացված բաները դրա հնարավորությունը երևում են։ Քաղաքական process-ները նաև հնարավորություն է, չէ՞, մտնում ես, ճանապարհ ես բացում, թեմաները զարգացնում եւ այլն։ Այսինքն եթե դու ասես, գիտես, եթե այն process-ները, որտեղ 100%-անոց երաշխավորումը չերևում, դրա եզրափակիչ մասին չպետք է մտնել։ Հա, նույն ձևի դու պետք է ընտրությունները չմասնակցես, որտեղ ընտրություններում ով էր մտածում, որ պետք է մասնակցի, այսքան ձայն ունենա։ Նույն այդ մեր գործընկերները 21 թվականին իրանք ասում են, որ մենք հաղթելու ենք ընտրություն, չէ՞, մասնակցեցին, պարտվեցին։ Հիմա ես իրանք ասում եմ, դե տեսեք, դուք պարտվել եք, ասել եք հաղթելու ենք, բայց պարտվել եք, գնացեք ձեր տներով, օրինակ, ինչ եք եկել այս process-ի մեջ մտել, ինչ եք սա ասում։ Տրամաբանական չէ, քաղաքական ուժերը մասնակցում են, հիմա մեկը ստացվում է, հաղթում է, մեկին չի ստացվում տարբեր պատճառներով պարտվում է։
Հիմա եկել ենք անվստահության գործընթաց, ասում ենք կապնենք գնանք էսա ճանապարհը։ Մանավանդ հասարակական մեծ դժգոհություն կա տարբեր հարցերի հետ կապված եւ հնարավորություն կա մեծ ալիք իրականացնելու։ Բայց հիմա մարդիկ հրաժարվում են, չգիտեմ, ես հույս ունեմ, որ գոնեն առողջ բանական մարդիկ ինչ որ փուլում կգան եւ մենք հնարավորություն կունենանք այս process-ները որոշակի զարգացման տանելու։ Հավատում եք ամեն դեպքում, որ այն ձայնագրությունները, որոնք հանրային դարձան, դրանք իրականության հետ կապ ունեն։ Ես կարծում եմ, որ նման իրավիճակում մեր հասարակության համար, եթե դա դարձել է ակտիվ քննարկումների դաշտ, դրանք պետք է անկախ միջազգային փորձաքննության ենթարկվեն, որովհետև ժամանակից տեխնիկական միջոցները այսօր հնարավորություն տալիս են նախ միջամտություններ անելու մեկ եւ երկրորդը, եթե խոսք է գնում ձայնագրելու կամ չգիտեմ տարբեր ժուչոկատիպի սարքերի միջոցով մարդկանց խոսակցությունը ֆիքսելու, դեռ բարձր չէ թե ինչից ինչ են վերցրել, ինչ ով որ պահին ինչին է այո ասել, ինչն է բերվել եւ ընդհանուր տեսանյութի մեջ դր, այսինքն բազմաթիվ հարցեր կան այստեղ։ Եթե ամեն դեպքում բարձվի, որ այն ինչ որ հայտնի դարձավ, դա իրականություն է եւ մոնտաժված ոչինչ չկա, արհեստական բանականության միջամտություն չկա, ինչ պիտի արվի։ Այստեղ մենակ արհեստական բանականության խնդիր չի, նաեւ մոնտաժային խնդիրներ է մեկ, երկրորդը ես Պակաս Սրբազանի հետ առողջություն ունեցել եմ, նաեւ առողջություն ունեցել եմ տարբեր մարդկանց հետ, ովքեր այսօր ունեն կալանավորվածի կարգավիճակ։ Այո, նույն Արցախի խորհրդանի օրինակ падգամավոր Դավիթ Գալստյանի կամ նույն գործարար Տիգրան Գալստյանի հետ, որ բռնեցին Արա Ռոստոմյանի հետ, Բագաս Սրբազանի, ես երբեք որևէ հանդիպման ֆորմալ, ոչ ֆորմալ քննարկման ժամանակ ես չեմ լսել իրենց կողմից նույնիսկ մոտեցումներ, որ ստեղծված իրավիճակի ճանապարհը մարզպանելն է, ահաբեկչությունը եւ այլն եւ այլն։ Գիտեք, հա շատերի հետ ես միգուցե շատ մեծ առնչություն չեմ ունեցել, շփում չեմ ունեցել, բայց այն մարդկանց հետ ում հետ ես ունեցել եմ առնչություն, ասենք նույն Դավիթ Գալստյանի, որոնք խորհրդանական մակարդակում բավականին վաղ շրջանից մենք խոսում, քննարկում համագործակցում ենք, Դավիթի մոտ երբեք այդպիսի բարաբաշար չի եղել, հասկանում եք։ Դրա համար իդեպ այս կալանքի դատերն որ եղել է, ես մեծ թվով մարդկանց դատերի եմ գնացել, իհարկե մեր մուտքը հնարավոր չի եղել այդ խափանման միջոցի ճշգրտման այդ փուլում, բայց այն ինչ որ ներկայացրել են փաստաբանը ցույց է տալիս, որ կոնկրետ մարդկանց նկատմամբ որևէ ձայնագրություն, որևէ ցուցմունք չկա, որ Դավիթ Գալստյանը, Արա Ռոստոմյանը կամ շատերը օրինակ այս կամ այն հավաքի քննարկման կամ չգիտեմ հարցազրույցի ժամանակ ասել են, որ ճիշտ է ահաբեկչության ճանապարհը կապ ունեն Բագրատ Սրբազանի հետ, այդ է հիմքը կարծում։ Գիտեք, չգիտեմ, այդ իրավապահները դա ինչի համար են ասում այս բանին, ասում են ինչ-որ բան հուշելու, թե ասում են ներքին իրողությունը մատնելու, բայց համարյա բոլորի մոտ այդ խոզարկությունների ժամանակ, դրանից հետո այդ փակ դատական նիստերի ժամանակ իրավապահները անդադ խոսում են նրա մասին, որ գիտեք դուք իշխանության նկատմամբ բան ունեք, անդիմադիր մոտեցումներ ունեք, եւ այս պարագայում կարող է ձևի բան լինել։ Այսինքն, եթե մեր երկրի պայմանական 40% մարդիկ ունեն անդիմադիր կեցվածք, այսինքն ցանկացածից կարող է կասկածել, որ այս մարդը, եթե անդիմադիր կեցվածք ունի, մի փուլում կարող է ահաբեկչությունը ընտրել որպես միջոց իշխանություն փոխելու։ Հիմա տենց է, բան չի մեր խորհրդանի անդիմադիր ուժերին չեն, 34 падգամավոր կա, չէ՞, անդիմադիր ֆրակցիաներ են։ Դու միանգամից կալանավոր են։ Ասեն, թե դուք ունեք անդիմադիր տեսակետներ, կարող է ձեր հոգու խորքում չեք բացառում, որ դու կարող եք ահաբեկչության դիմել։ Հա, ես հասկանում եմ, որ մենք այնց իրավիճակում ենք, որ հետո մեղադրելու են, ասելու են դուք ձեր։ Հա, դե հատկապես էլի ձեր հաղորդման շրջանակներն, բայց անես չի որ իրենք պետք է հուշենք, որ իրանք իմանան, իրանք բոլորը այդ այլանդակությունների մասով ահագին բան են պատրաստված են եւ դա էլ մի փուլում չպետք է բացառել։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ թարմ ուղեղով իմ զրուցակից պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր։ Շարունակեք հետևել կարևորագույն իրադարձություններին, կհանդիպենք։